Հաշվետվու շրջանում 2025 թվականին քանի քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունները եւ խաղաղության հաստատումը եւ հետագա ուրեմն հաշտեցման գործընթացը հասարակությունների միջև տեղի են ունեցել բարձրաստիճան շփումներ բնականաբար վարչապետը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել է 4 անգամ Տիրանա, Աբու Դաբի, չինական ուրեմն Թիենցին քաղաքը, այնուհետև Կոպենհագեն։ Ես ինքս իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել եմ 2 անգամ Անտալիա եւ հետո Նյու Յորք։ Մի հետաքրքիր բան եմ ուզում, նաև իհարկե կարևոր է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումները եւ փոխայցերը, սահմանազատման հանձնաժողովների միջև շարունակական աշխատանքը, բայց էլի շոշափելի վկայություն նրա, որ խաղաղությունը, որի մասին խոսում ենք, դա մի հերու գաղափար չի, այն կա գոյություն ունի եւ մենք շոշափելի է բավականին, դա բազմից ասել ենք եւ կրակոցների եւ զոհերի ուրեմն բացակայությունն է Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանին եւ հիմա արդեն անմիջապես օգոստոսի 7-ից հետո հիշում եք Ադրբեջանը բացեց իր տարածքը դեպի Հայաստան Բեռների համար Ղազախստանից եւ Ռուսաստանից եղան ներմուծումներ եւ հիմա հակառակ ուղղությամբ էլ կլինի Հայաստանը հայտարարեց իր տարածքը եւս բացել եւ կարող են տարանցումները տեղի ունենալ եւ ավելին սկսվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ուղղակի երկկողմ առևտուր հայկական ընկերությունները ադրբեջանական ընկերություններից նավթամթերք են առնում գնում են եւ այսօր երկու երկրները քննարկում են նաեւ այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է որ կարող են էլի հետաքրքրություն փոխադարձ ներկայացնել իրար ընկերությունների համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում նոր ուրեմն ապրանքներ կհամալրեն այս առևտրի ցանկը, սա շատ շոշափելի վկայություն է խաղաղության եւ նաեւ մի կողմից վկայություն է ուրեմն խաղաղության, մյուս կողմից իր հերթին գալիս է ուրեմն հակադարձ բանով ազդեցությամբ ամրապնդել այդ խաղաղությունը, բայց մեկը որքան էլ որ խոսենք տնտեսական հնարավոր համագործակցության, տարանցիկ ուրեմն փոխադրումների մասին, մշտապես հարց կա եւ այդ հարցը հնչում է շարունակաբար, որոնք են երաշխիքները, որոնք պետք է ուրեմն երաշխավորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Այս հարցը ես անհրաժեշտ եմ համարում շարունակաբար հասցեագրել, խոսել։ Մեծ հաշվով մենք բոլորս տեսել ենք բազմաթիվ կնքված խաղաղություններ, գործող խաղաղություններ, որոնք ունեցել են այս կամ այն երաշխավորը կամ երաշխավորների խումբը, հարգելի լրագրողներ, 4 պատգամավոր են ներկա եւ ես զեկուցում եմ հանդես գալիս եւ խոսակցությունն ամեն դեպքում կողքից շեղում է, ես ուրախ եմ, որ դուք իրար ցեցել եք եւ փոխանակելու տեղեկատվություն եք, բայց մի քիչ խնդրում եմ համբերել։ Եվ ահա երբ այս հարցը մշտապես առաջանում է, որոնք են երաշխիքը կամ որոնք են երաշխավորները, որոնք պիտի փրկեն մեր խաղաղությունը, ես միշտ հիշում եմ բազմաթիվ խաղաղություններ, որոնք գրված երաշխավորների խումբ են ունեցել եւ չեն գործել եւ հաճախ հետաքրքրաբար կան խաղաղություններ, այսպես ասած շակերտարու են գործել եւ խախտողներ եղել են երաշխավորները։ Ի վերջո եկեք խոստովանենք, որ այդ երաշխավորները երաշխավորելիս որոշակի շահեր են հետամուտ, իրենց շահերին են հետամուտ լինում եւ դրանք ինչ որ ժամանակի ինչ որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը եւ հիմա մեր դեպքում ի վերջո որն է, երբ որ թղթի վրա ոչ մի երաշխավոր չկա գրված։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր իրական խաղաղությունները խաղաղություն են եւ մնում են, քանի դեռ եւ այնքանով որքանով այդ խաղաղությունը շահավետ է խաղաղության կողմերի համար, ոչ թե ինչ որ պայմանական երաշխավորների։ Եվ ուրեմն եթե եւ քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար եւ շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել։ Իսկ շահավետությունը օրինակ օրինակները մենք նաեւ կոոպերացիայի քիչ առաջ նշեցի, մենք իհարկե ասել որ բոլոր հարցերը հարթված են, ոչ մի խնդիր չկա, բոլորովին անամպա ուրեմն Հայաստան-Ադրբեջան խաղաղությունն կլինի մեծ չափազանցություն, ի վերջո տասնամյակների կոնֆլիկտ ա եղել, ի վերջո այդքան արյուն ա հեղվել, այդ վերքերը դեռ թարմ են, ի վերջո դեռ մենք ունենք ուրեմն պահվող անձինք Բաքվում, բանտերում, դեռ կան բազմաթիվ հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում եւ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանում,
Եվ այլն հոգեբանական մեծ տրավմա, որ շատ հասկանալորեն հասարակություն դեռ ունի, բայց ես գոհունակությամբ կարող եմ տեսնել, որ ագրեսիան եւ միմյանց նկատմամբ թշնամությունը երկու հասարակությունում են եւ երկու երկրների իշխանությունների նաեւ ներկայացուցիչների տեքստերում աստիճանաբար նվազում է, սա հեշտ ճանապարհ չի, ոչ ոք չի կարող պնդել, որ հեշտ է, բայց մենք հաստատակամորեն պետք է շարժվենք այս ճանապարհով եւ մի օր կունենանք հուսով եմ վերջնական նույնիսկ եւ այդ թվում նաեւ հոգեբանական հաշտեցում երկու հասարակությունների միջև